Տիկին Ղազարյան, ես կուզեմ պարզապես արձանագրեմ, էլի, ովքեր որ դիտում են, եթե իհարկե մեզ դիտում են, որ այս պահին Հույս ունեմ, որ գոնե դիտում են։ ընդամենը ես էլ հույս ունեմ, որ ինչ որ մեկը գոնե դիտում է այս նիստը, ընդամենը երկու падգամավոր են ներկա, եւ ես ցավում եմ նաեւ, որ մեր ֆինանսների նախարարության գործընկերները այստեղ ներկա չեն, չգիտեմ պրոտոկոլով ինչպես է նախատեսված, բայց ըստ էության հիմա նստած ենք մենք ավելի շատ ենք, քան թե ազգային ժողովի ներկայացուցիչները այստեղ, ինչը ցավալի է։ Եվ հատկապես ցավալի է, որ մենք անընդհատ լսում ենք ձեր նիստերի ընթացքում ազգային ժողովի տարբեր մեղադրանքներ, տարբեր հերյուրանքներ, ստեր, ինչ ասես լսում ենք հանրայինի մասին, բայց երբ որ մենք գալիս ենք ազգային ժողով, ոչ ոք հարց չունի մեզ տալու։ Այսինքն ես չգիտեմ սա ինչ է նշանակում, առնվազն ինձ համար շատ տարօրինակ է։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ, որ հիշեցիք հարցը տեխնիկական վերազինման մասով, բայց ոչ միայն այդ խնդիրը, այլև շատ այլ խնդիրներ կան, որոնք հանրային հեռարձակման ոլորտում մենք ունենք ու չեն լուծվում։ Ու ես կառաջարկեի, որպեսզի մեր համապատասխան հանձնաժողովը միգուցե պետք է հատուկ լսումներ անի այն թեմայով, հանրայինի թեմայով, հենց հանրային հեռարձակման, որտեղ եկեք կանչենք մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներին, թող իրենց հարցերը տան, մենք ներկայացնենք, թե մենք ինչ ենք անում ընդհանրապես հանրային հեռուստաընկերությունում, հանրային ռադիոյում, շողակաթում եւ ընդհանրապես մեր խորհրդում եւ նաեւ պատասխանենք բոլոր վատ հարցերին, բայց նաեւ ասենք, թե ինչի կարիք ունի հանրային հեռարձակող այսօր, որովհետեւ այսպիսի նիստերով արդյունավետ չէ։ Տիկին Ղազարյան, պարոն Բաբայան, ամենայն հարգանքով, բայց սա ուղղակի անարգանք ոնց որ լինի, էլի գալիս ենք, բայց ոչ ոք չկա, ոչ մեկի հետաքրքիր չէ եւ հանրայինը վստահ եմ ազգային ժողովում միգուցե ավելի շատ են խնդիրները, բայց հանրային հեռարձակումը դա անընդհատ հեռարձակվող ինստիտուտ է, էլի, եւ մենք լիքը խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում։ Վերջին երևի թե 5 տարիների ընթացքում միայն տեխնիկականին անդրադառնալով, պարոն Բաբայան, մենք անընդհատ դիմում ենք ֆինանսների նախարարությանը տարբեր պահանջներով, ոչ թե պահանջներով չէ, առաջարկներով դիմում ենք տարբեր ֆինանսական միջոցներ հատկացնելու շատ տարբեր ծրագրերի մասով, որոնք տեխնիկականից սկսած մինչև վերաբերում են աշխատավարձերի բյուջեին, որը 2015 թվականից չի փոխվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ մեր նախարարության գործընկերները անգամ չեն լսում, թե մենք ինչ ենք առաջարկում, չեն կարդում իմ տպավորությամբ, պարզապես չեն կարդում մենք ինչ ենք առաջարկում, որովհետև մոտավորապես մի օր ստացվելու է այն, որ հանրայինի եթերը կանգնելու է եւ հետո հարցնելու են, բա ինչի կանգնեց։ Եվ մենք միայն դրա համար ենք ամեն տարի ուղարկում նույն թուղթը, ինչ որ ուղարկում ենք։ Ես ձեզ կարող եմ փոխանցել այն թղթերը, մենք ամեն տարի ուղարկում ենք նույն թղթերը, որ նույն խնդիրներն ունենք, ամեն տարի պարզապես հանում են բյուջեից։ Եվ սա արդեն դառնում է ուղղակի անիմաստ գործողություն, որը մենք անում ենք պարզապես որպեսզի մեզ ապահովագրենք, հետո որ մեզ ինչ որ մի բան մեկը հարցնի, ասենք տեսեք մենք դիմել ենք, չեք տվել գումարը։ Այսինքն սա կարծում եմ, որ սխալ է եւ ընդհանրապես հանրային հեռարձակման հանդեպ այս վերաբերմունքն է կարծում եմ սխալ։ Շնորհակալ եմ ձեզ ու այն падգամավորներին ընդհանրապես, ովքեր որ հետաքրքրվում են երբեմն հանրային հեռարձակման, բայց շնորհակալ կլինեմ, որ միգուցե եթե ոչ բոլորիս, ապա հանրային հեռուստաընկերության մասով առնվազն ես խնդրում եմ կազմակերպել հանրային լսումներ, թող բոլոր վատ հարցերը պատրաստ են, բերեն, մենք արձագանքենք բոլոր վատ հարցերին, որովհետև շատ հաճախ ձեր նիստերին այդ հարցերը պարոն Հակոբյանին են տալիս, Տիգրան Հակոբյանին նկատի ունեմ, եւ ձեզ էլ են տալիս, մեղադրանքներ են հնչում, իսկ մենք չգիտենք ինչպես արձագանքել դրան, որովհետև եթե հայտարարություն տարածենք կմեկնաբանվի քաղաքական է, եթե չենք արձագանքում ստացվում է, որ ճիշտ են ասում, բայց այնպես չի, որ ճիշտ են ասում, դրա համար ես կարծում եմ ճիշտ կլինի, որ նման քննարկում տեղի ունենա, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մովսիսյան, մի քանի արձագանք ունեմ, եթե հնչել է այս ընթացքում նույն առաջարկս այն ինչ-որ բաներ, որոնք ազգային ժողովում, որոնք դուք կարծում եք, որ անարձագանք են մնացել եւ կարիք կա որ արձագանքեք, հիմա կարող եք դրանց անդրադառնալ։ Ես ճիշտ ասած բազմաթիվ տենց բաներ էի հավաքել խոսույթներ ազգային ժողովի, որոնք մտածում էի ձեզ ուղղել, բայց չեմ մտածում, որ ոնց որ չգիտեմ, հեսա ընթացքում կմտածեմ, ոնց որ ես պետքա ձեզ այդ հարց տամ, որտեղ ես ձեզ այդ հարցերի իրական չունեմ, ես ուրիշների հարցերի մասին եմ մտածում։ Երկրորդ բանը, ես ներողություն ընդհատելու համար ես շատ հաճախ կարծում եմ, որ դա ընդհանուր քաղաքական հայտարարություններ է, ենթադրում եմ քաղաքական իմաստուն են դրանք, որովհետև եթե լինեին իրոք հետաքրքիր, ապա այստեղ գոնե մեկը ինչ որ հարց կհնչեցներ, որը այս 1 տարվա կամ կես տարվա ընթացքում մենք տարին 2 անգամ ենք գալիս, եւ ես չեմ հիշում շատ դեպք, որ մեզ ինչ որ հարց տան,
կամ վատ հարց տան ընդհանրապես այն հարցերը, որոնք որ ազգային ժողովի նիստերում տալիս են, հա, ու սա առնվազն տարօրինակ է էլի։ Երկրորդ բանը, եկեք պարտավորվենք մենք ես հանձնաժողովի անունից, որ մենք առաջիկայում այս ամսվա մեջ մի հատ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով աշխատանքային քննարկում կունենանք հանձնաժողովի չեմ խոսում ամբողջ կազմը եւ գուցե դա արդյունավետ չլինի հանձնաժողովը դուք ու ֆինանսների նախարարությունը հասկանալու համար մենք ոնց ենք առաջ շարժվում, որովհետև ձեր ասածները շատ մտահոգիչ են հնչում եւ նաեւ են որ տարիներ շարունակ նույն արձագանքն եք ստանում։ Երրորդ բանը, որ կուզեի ասել հանրային լսումների մասին, ճիշտն ասած, պարոն Մովսիսյան, եթե ոնց որ հետաքրքրվողները, որոնք ամենաշատն են ձեզանով ձեր աշխատանքով հետաքրքրվում տարվա ընթացքում, ամենահրապարակայինը, ամենահնչեղ ամբիոններից, ամենաշատն են բողոքում, որ իրանց ձայնը բավականաչափ լսելի չի, հանրային ռեսուրսները օգտագործող կամ հանրային ռեսուրսների հաշվին կայատևող եթերներում, որ տարբերակված լուսաբանում կա եւ այլն եւ այսպես շարունակ իրանք այս շենքում են կամ պիտի որ լինեին, այստեղ չեն ու ձեզ հարցեր չեն տալիս, վստահ չեմ թե հանրային լսումները ինչ որ կերպ կօգնեն դրան։ Մենք ունենք մեդիայի թեմայով հանրային լսումների նախաձեռնություն, պարոն Գաբրիելյանի հետ քննարկում ենք, բայց ուզում ենք դա զուգորդել օրենքի հետ, որտեղ գիտեք որ միշտ օրենքի հետ կապված պետք է լինի հանրային լսումները, ինքը ոնց որ պարզապես թեմատիկ չի կարող լինել։ Եվ ես հիշում եմ հանրայինի տնօրենը մի ժամանակ, եթե չեմ սխալվում, ազգային ժողովում բաներ զեկույց էր ներկայացնում։ Կարող է մենք քննարկենք, տեսեք, падգամավորներով կարակին։ Դա էլ ենք մենք առաջարկել, Տիկին Ղազարյան, դա էլ ենք մենք առաջարկել, դա ԱԺ կանոնակարգում էր ֆիքսված, հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն էր զեկուցում ազգային ժողովում, հետո մի հետաքրքիր պատճառով պարզապես հանեցին դա կանոնակարգից, որից հետո արդեն խորհրդի նախագահ չի զեկուցում ազգային ժողովում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։